Նիկոլ Փաշինյանը մի ոչխարի չափել չկա։ Ինչի՞ չես թքե։ Չէիր ֆայմում դանակահաներ մի հատ ակաժները կտրեիր։ Ես մի քիչ անկեղծ ասած ոգևորություն հիասթափություն եմ տեսնում տեխնացուների մեջ։ Բարև ձեզ Արևնուրի հարգելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալվել է հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, բարև ձեզ պարոն Ղազարյան։ Շնորհակալ եմ կրկին անգամ մեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Եվ ուզում եմ ձեզ հետ քննարկել Փարաքարում եւ Գյումրիում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից։ Փարաքարում քաղաքապետ ընտրվեց ընդդիմության ներկայացուցիչը, սակայն Գյումրիում ամեն բան դեռևս շարունակում է անորոշ մնալ։ Ինչ դիտարկումներ ունեք այս մասին։ Գյումրիում նույնպես իշխանությունը պարտվել է, այսինքն երկու տեղն էլ պարտվել է, որովհետև ընտրվում են միայն այն դեպքում, եթե ստանում են ընտրողների կեսից ավելի ձայները։ Հիմա Փարաքարում եւ Գյումրիում իշխանության ներկայացուցիչները կեսից ավելի ձայներ չեն ստացել։ Պարզապես Փարաքարում ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչն է ստացել կեսից ավելի ձայներ, այնտեղ ընդհանրապես վիճառույց որևէ բան գոյություն չունի եւ ըստ ընտրական օրենսգրքի դաշինքի առաջի համարի տեխնացուն դառնում համայնքի ղեկավար։ Իսկ Գյումրիում մեծամասնությունը ժողովուրդը քվեարկել է ընդդիմադիր հայացքներ ունեցող տեխնացուների օգտին, այսինքն իշխանությունը չնայած վարչական ռեսուրսին, չնայած բազմաթիվ ապօրինություններին, բազմաթիվ խախտումներին, որոնք արձանագրել են նաև անկախ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները, այնուամենայնիվ պարտվել է։ Այսինքն ժողովուրդը իր որոշումը կայացրել է։ Հիմա մնում է դեռ ժամանակ էլ կա, իդեպ ասեմ, չնայած բոլորս անհանգիստ ենք, բոլորս սպասում ենք հայտարարությունների, որովհետև արդեն եղել են նաև հայտարարություններ մասնավորապես Ռուբեն Մխիթարյանի եւ Կարեն Սիմոնյանի կողմից, որ պատրաստ են անվերապահ աջակցություն ցուցաբերել ամենաշատ ընդդիմադիր քվեներ ստացած քաղաքական ուժին, այդ հայտարարությունների ֆոնի վրա նաև սպասում ենք այլ հայտարարությունների, բայց տրամաբանական ժամկետ կա, այսինքն համայնքի ղեկավարը ընտրվելու է այն ժամանակ, երբ որ բոլորը մանդատներ կստանան, ավականու առաջին նիստը կգումարվի եւ օրակարգի առաջի հարցը կլինի համայնքի ղեկավարի ընտրություն, այսինքն դեռ ժամանակ կա որոշում կայացնելու։ Կարևորը այստեղ քաղաքացիների Գյումրիի բնակիչների որոշումն է, չնայած այդ ճնշումներին, չնայած ընտրախախտներին, մարդիկ իշխանություններին դեմ են քվեարկել։ Իսկ դա սովորական ընտրություն չէր, այսինքն բացի դրանից, որ դա մեծ համայնքում ընտրություն էր, դա Հայաստանի երկրորդ խոշոր համայնքում ընտրություն էր, Նիկոլ Փաշինյանը անձամբ մասնակցել է ընտրաշավին։ Մենք հիշում ենք, որ ինքը գնացել էր Գյումրի, իր հետ Գյումրի էին գնացել Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության գրեթե բոլոր падգամավորները, կառավարության գրեթե բոլոր անդամները, բոլոր մարզպետները, այսինքն իրենք ամբողջ թիմով իրենց ջանքերը ներդրել են ու պարտվել են։ Իսկ նման դեպքերում քաղաքական ուժի ղեկավարը հրաժարական է տալի։ Այդպես օրինակ արել է Վրաստանի նախկին վարչապետը, ով Նիկոլ Փաշինյանին շուն է նվիրել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը նրան նվիրած շունը մինչև հիմա պահում է, բայց նրա գործողությունների տրամաբանությունը չի պահում։ Այսինքն գաղափարախոսությունից հրաժարվել է, բայց շնից չի հրաժարվել։ Ըստ ձեզ կմիանա Մարտուն Գրիգորյանը Վարդան Ղուկասյանին, թե քանի որ կան տեղեկություններ շրջանառվում են, որ չի միանալու։ Գիտեք, ես կարծում եմ, որ մենք շատ ենք անձնավորում այդ գործընթացը, որը որ ճիշտ չի։ Մարտուն Գրիգորյանը նախ ազգային ժողովի падգամավոր է։ Մենք էլ չգիտենք ինքը падգամավորական մանդատից է հրաժարվելու, թե Գյումրի համայնքի ավականու անդամի մանդատից է հրաժարվելու, որովհետև եթե ինքը հրաժարվեց Գյումրու ավականու անդամի մանդատից մնաց падգամավոր, ինքը քաղաքապետի ընտրությանը չի մասնակցելու։ Քաղաքապետի ընտրությանը մասնակցելու են համայնքի ավականու անդամները։ Իսկ Մարտուն Գրիգորյանը ինքը որպես անհատ չի մասնակցել ընտրություններին, նա մասնակցել է որպես ուրեմն մեր քաղաքը դաշինքի առաջի համարի տեխնացու, իսկ այդ դաշինքը ձևավորվել է երկու կուսակցություններից, Հայրենիք կուսակցությունից եւ Արդար Հայաստանի, եթե չեմ սխալվում, այդ Երևան Թարգարյանի գլխավորած կուսակցությունից, այսինքն այդ կուսակցություններն են կրում քաղաքական պատասխանատվություն, այլ ոչ թե Մարտուն Գրիգորյանը։ Մարտուն Գրիգորյանը տեխնացու է, որը կարա նաեւ հրաժարվի իր ավականու անդամի կարգավիճակից, հետեւաբար նաեւ ինքը առհասարակ քաղաքապետի ընտրությանը չի մասնակցելու։ Հետեւաբար այստեղ նույնը վերաբերում է Վարդան Ղուկասյանին։ Ես մի քիչ անկեղծ ասած ոգևորություն հիասթափություն եմ տեսնում տեխնացուների մեջ։ Նրանց բոլորին ես հանդարտության կոչ եմ անում։ Կոնկրետում մոտ եք տեսնում, որ օրինակ մի քիչ ավելի շատ ոգևորություն կա Վարդան Ղուկասյանի մոտ, որովհետև մյուս երկու տեխնացուները որ ասել են, որ իրան սատարում են,
ինքը արդեն իրեն ոնց որ տես տպավորություններ արդեն պատկերացնում որպես քաղաքապետ, բայց ինքը քաղաքապետ չի։ Պետք է հասկանալ, որ Գյումրիում քաղաքապետ չի ընտրվել։ Նախ ասեմ, այդ ընտրությունը քաղաքապետի ընտրություն չէ, դա համայնքի ավականու ընտրություն էր։ Քաղաքապետ ուղղակի դառնում է նա, ով կեսից ավելի ձայներ է ստանում իրան։ Գյումրիում ոչ ոք կեսից ավելի ձայն չի ստացել, այսպես որ բոլորն էլ պետք է շատ համեստ, հանգիստ նստեն։ Իրանք բոլորն ուզում էին ընտրել քաղաքապետ, բայց ոչ մեկն չի ընտրվել։ Հետևաբար Վարդան Ղուկասյանն էլ պիտի իմանա, որ եթե հնարավոր է ինքը դառնա քաղաքապետ, միայն ու միայն մյուս ավականու անդամների որոշման արդյունքում։ Հետևաբար նա ոչ թե պետք է կեցվածք ընդունի նրանց նկատմամբ, այլ ճիշտ հակառակը համերաշխության, կառուցողական, աշխատանքային մթնոլորտ ձևավորի նրանց հետ հարաբերություններում եւ դա պետք է ոչ միայն համայնքի ղեկավար ընտրվելու համար, այլև հետագայում պաշտոնավարելու համար։ Եվ տեղական ինքնակառավարման մասին օրենքով համայնքային կյանքին վերաբերող համայնքի գույքը, միջոցները, բյուջեն տնօրինելու բոլոր որոշումները կայացնում է համայնքի ավականին, որում համայնքի ղեկավարը նաև համայնքի ավականու անդամ է։ Այսինքն, որպեսզի այդ համայնքում նորմալ որոշումներ կայացվեն, պետք է ավականու ներսում առհասարակ ոչ միայն քաղաքապետ ընտրելուց, այլ նաև մյուս որոշումները կայացնելուց ձևավորվի համերաշխ աշխատանքային փոխադարձ հարգանքի վրա ձևավորված մթնոլորտ։ Եվ եթե հիմա շատերս ասում ենք, որ տրամաբանական է, որ բոլոր իրենց քվեները տան Վարդան Ղուկասյանին, դա ոչ թե դրանով է պայմանավորված, որ մենք Վարդան Ղուկասյանին համարում ենք լավագույն տեխնացուն կամ կողմնակիցն ենք իր քաղաքապետ ընտրվելուն, այլ ուղղակի նա ընդդիմադիր գործիչ է։ Առավել թվով ձայներն է ստացել։ Հիմա այդ առավել թվով ձայներ ստացած էլ Մարտուն Գրիգորյանի առաջնորդած ուժը, ես կարծում եմ բոլոր նրանք, ովքեր որ ասում են, որ տրամաբանական է, որ Մարտուն Գրիգորյանի գլխավորած դաշինքն էլ քվեարկի Վարդան Ղուկասյանի օգտին, հակառակն էինք ասել, որ Վարդան Ղուկասյանի գլխավորած դաշինքը պիտի քվեարկի մյուսի օգտես։ Եթե Ռուբեն Մխիթարյանը հավաքեր առավելագույն թվով ձայներ, պիտի ասվեր, որ նրան օգտին, այսինքն տրամաբանությունը դրանում է, թե ով է առավելագույն թվով ձայներ ստացել։ Բայց նրանցից յուրաքանչյուրը պիտի իմանա, որ ինքը այնքան ձայն չի ստացել, որ ինքը ընտրվի քաղաքապետ։ Հետևաբար պետք է զսպեն բոլորը իրենց եւ հավակնությունները եւ տրամադրությունները, բոլորը միասին ձևավորեն նորմալ համերաշխ աշխատանքային մթնոլորտ, եթե կիսում են հակաթուրքական, հակաադրբեջանական ընդհանուր հայացքները, ինչը որ ասել են նախընտրական շրջանում։ Հակառակ պարագայում նրանք կարող են հայտնվել թիրախում, իշխանությունները հիմա пассив չեն։ Մենք գործ ունենք իշխանության հետ, որը որ մինչ այդ Վանաձորում է ձերբակալ է համայնքի ղեկավար։ Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը Գյումրիում է Զավթե իշխանությունը, ոնց որ թե մոռացել ենք, թե հիմա ինչի է Գյումրիում ընտրություն։ Վերջին ընտրությունը եղել էր 2021 թվականին, հաջորդը պիտի էր 26 թվականին։ Հիմա արտահերթ ընտրությունը այս իշխանությունների գործողությունների հետևանքով։ Հետևաբար նրանք կարող են նաև զավթել ավականու անդամների այլ խմբակցություններից եւ մեկ կպարզվի, որ կարող է հանկարծ մի օր Սարիկ Մինասյանը դառնա համայնքի ղեկավար նույն տրամաբանությամբ, ոնց որ Երևանում, չունենալով երևանցիների վստահությունը, Երևանի քաղաքապետ դարձավ Տիգրան Ավինյան։ Այսինքն իրատեսական է, որ իդեմը Սարիկ Մինասյանի Գյումրին կարող է ունենալ ԿՊ-ական քաղաքապետ, քանի որ նաև նշենք, որ մինչև ընտրությունները կային խոսակցություններ, որ օրինակ իշխանափոխությունը սկսվելու է հենց Գյումրիից։ Դե իշխանափոխությունը սկսվելու է Գյումրիից, գյումրեցիները այդ որոշումը կայացրեցին։ Իրանք իշխանության ներկայացուցին անհրաժեշտ ձայներ չեն տվել։ Մարդիկ իրենց քաղաքացիները իրենց որոշումը հաճախ լինում է, չէ, որ քաղաքական գործիչները մեղադրում են ժողովուրդը ոտքի չկանգնեց, ժողովուրդը չեկավ, մենք բան, բայց հիմա ճիշտ հակառակն է։ Ժողովուրդը որոշումը կայացրել է, հիմա այն քաղաքական գործիչները ում կերպարով որ արտահայտվել է ժողովրդի որոշումը, իրենք չեն կայացնում որոշումներ ժողովրդի կամքին համապատասխան, եւ սա անթույլատրելի է։ Հետևաբար ես կարծում եմ, որ հույս ունեմ, որ լուծումներ կգտնեն, հակառակ պարագայում, որտեղ կարող են նաև այս սցենարներ, որտեղ եթե այս ավականու ներսում համերաշխություն չձևավորվեց եւ քաղաքապետ չընտրեցին, երկու անգամ ավականին քաղաքապետ չընտրեց, ավականը լուծարվում է։ Եվ վերստին պիտի ընտրություն լինի, այսինքն դուք պատկերացնում եք անցած տարվա հոկտեմբերից Գյումրին ավականին չունի։ Նրանք ոչ բյուջե ունեն հիմա, ոչ որոշումներ են կայացել, քաղաքում կյանքը պարալիզացված է։ Այնտեղ հիմա հաստատված է տոտալ կառավարման ճգնաժամ։ Պատկերացնում եք դա շարունակվի։ Ակնհայտ է, չէ, որ եթե նոր ընտրություն եղավ, դե լրիվ ուրիշ պատկեր ալելու, որ այդ տեխնացուները ձերբակալվելու են, որ թույլ չեն նրանք ով արդեն իշխանությունների համար պարզ է, չէ, ովքեր են ազդեցիկ գործիչները,
ովքեր որ անցել են դրանց նկատմամբ սկսեն հետապնդումները։ Ինչի ընտրություններից 2 առաջ են գնացել, Կարեն Սիմոնյանի շտաբում ստուգումներ անցկա, բիզնեսմեն է։ Կգնան իմանալ վարչականները այդ 2 մանդատներ ընդդիսկուտ են հաջորդ ընտրությունների համար։ Ռուբեն Մխիթարյանին հրավիրել են, ասում են, պապա այդ մոտ ծխել ես 2 տարի առաջ։ Դատում էին։ Ավտո ես քշի, ասում առանց վարորդական իրավունքի։ Դա համայնքի ղեկավարի տեխնացուին Գյումրիից Երևան բերելու առիթ է։ Այսինքն այդ վարչական ռեսուրսները իրավական գործիքակազմի կիրառումով ավելի ռեպրեսիվ, ավելի ագրեսիվ ձևով դրսևորվելու են եւ զավթելու են իշխանությունը։ Եվ հիմա այն մարդիկ, ովքեր նախ ընտրվել են ժողովրդի վստահությունը ստացել են, նրանք պիտի դա գիտակցեն ու թույլ չտան հենց եթե քաղաքի երկրի ճակատագրի մասին չեն մտածում, գոնե իրենց մասին պիտի մտածեն։ Պարոն Ղազարյան, անդրադառնանք նաև Գյումրիում սկանդալների կենտրոնում հայտնված Վիլեն Գաբրիելյանին, ով երեկ հայտարարեց, որ վայր է դնում իր պատգամավորական մանդատը, ինչպես եք գնահատում իր այդ քայլը։ Վիլեն Գաբրիելյանը ոչ մի սկանդալի մեջ չի հայտնվել, Վիլեն Գաբրիելյանը շատ ազնիվ կերպով ցուցադրել է իր մարդկային էության ողջ հմայքը, ինքը շատ անկեղծ, առանց որևէ սեթևեթանքների իր ողջ էությունը, իր ողջ կերպարը ի ցույց է դրել հանրույթի սկանդալ չէ, դա բնական, նորմալ վիճակն է։ Մարդիկ ասում են, որ դա ինչ-որ ազդեցության տակ է, որոշները ասում են դա իրան այդպես գերագնահատելով ասում են խմիչքի ազդեցության տակ է, բայց մարդը պարտադիր չի միայն խմիչքի ազդեցության տակ լինի, էլի կարա նաև գլխացավի դեղի ազդեցության տակ էլ լինի։ Մենք ունենք չէ դեպք, որ բժիշկը պացիենտին խաբել է, ասել է, որ այդ ինչ-որ խմում ես գլխացավի դեղը։ Տարբեր ազդեցությունների տակ կարա լինի։ Հիմա Վիլեն Գաբրիելյանը շատ ազնիվ իրավիճակում եւ իր մանդատ դնելը պայմանավորված չէր այդ հայտարարության հետ։ Դուք լսել եք, ասենք, քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամ քաղաքացիական պայմանագիր խմբակցության դատապարտող հայտարարություն, որ իրանք դատապարտում են իրենց խմբակցության падգամավոր եւ իրենց կուսակցության անդամի ոչ պարկեշտ պահվածք։ Լսել եք դες բան, ես չեմ լսել։ Իսկն իրենց համար դա լրիվ նորմալ է, խմբային նորմերին համապատասխան, նույնիսկ կարող է նաեւ քննադատեն։ Օրինակ, ասենք, եթե այդ հարցը քննարկվի Վիլեն Գաբրիելյանի պահվածքի, Ալեն Սիմոնյանը կարա նրան պարսավանքի ենթադրեց։ Ինչի՞ չես թքե։ Արթուր Հովհաննիսյանն ասի, չէիր ֆայմում, դանակահաներ մի հատ ակաժները կտրեիր։ Լրագրողը քեզ հարց է տալի, կայնած լսում ես լեզուն կտրի, նստի։ Կարա քննադատի։ Այն բանը Ռուստամ Բաքոյանը կարող ասի, տենում ես լրագրողը կին, ինչի՞ չես ծեծե։ Կանգնել ես ելույթ ես ունենում, առվոտերի տակ ջարդի։ Չէ, կարող է քննադատեն։ Ամենայն դեպս դատապարտող որևէ հայտարարություն իրանք չեն արել, ինքն ամեն ինչ խմբային եւ գիտեք ինչի չեն արել իմ կարծիքով, որովհետեւ երեսատեղ չունեն։ Հիմա ասենք թե պատկերացնում եք վարչությունով Վիլեն Գաբրիելյանին չես քեզ տես սպային, թե հանգի շուր կգա նույն Նիկոլ Փաշինյանն ասի չհասկացան, քեզ կարելի է մեզ չկա էլի։ Բայց որ ժամանակ որ ջերմուկում էինք, չգիտեմ, այն ժամանակ որ Դիլիջանում կուսակցության ժողովից հետո դու նույն բաները չէիր անում, նույն ձևի չէիր խմել գաստրոլներ անում, նա ասենք դու պետական պահպանության օբյեկտ ես, փակել ես, լրագրողները չեն եկել, չեն տեսել, մամուլում չի գնացել, բայց մենք էլ տեսել ենք։ Եթե քեզ կարելի է մեզ չի, որ մեկս չի անում։ Դրա համար կուսակցությունը չի դատապարտել։ Եվ ես կարծում եմ, որ ինքը ինչքան էլ որ այտենց թվացial ներկայանում էր ինչ-որ մի խմիչքի կամ դեղի ազդեցության տակ կամ այլ միջոցների 024-ի ինքը կարծում շատ adekvat վիճակում էր եւ գիտակցված էր անում։ Անկամ իր այն հայտարարությունը, որ 2026-ին չի լինելու իշխանություն։ Շատ գիտա, ինքը հատուկ ինքը չէր գնացել Գյումրի քարոզչության, նախընտրության օրը քարոզչություն չի էլ կարելի անել։ Ինքը նախընտրական քարոզչության ժամանակ երբեք չի գնացել Սարիկին աջակցելու։ Ընտրության օրը չի կարելի քարոզել։ Ինքը Գյումրի համայնքի բնակիչ չի, ընտրողը չի, ոչ դիտորդա, ոչ ընտրողա, ոչ հանձնաժողովի անդամ է։ Բայց անդրադառնանք նաև այդ հայտարարությանը, որ ասել է 2026-ին այս իշխանությունը չի լինի։ Դուք դա համարում եք իրական։ Նա հատուկ գնացել անդե այդ ելույթներում ունենա, որ գա ԿՊ-ից դուրս գա։ Ինչու է ԿՊ-ից դուրս գալիս։ Սպառել են միգուցե իրեն արդեն ԿՊ-ի ներսում։ Հիմա արդեն հիմա որ հրավիրենք, հիմա օրինակ
Հովիկ Աղազարյանը երբ որ դուրս եկավ ԿՊ-ից, նստած հիմա մարդը երգում է ամենտեղ, պատմում է դե ինչա կատարվել, ինչ մթնոլորտ այլ է, ինչ վիճակա, ոնց են իր նկատմամբ ճնշումներ գործադրել, բան չէ։ Հիմա արդեն եկել է Վիլեն Գաբրելյանի թատերաշրջանի մեկնարկը։ Հիմա իրան պետք է սիրուն բերել, նստացնել ու սկսի պատմել, թե ինչ մթնոլորտ գոյություն ունի եւ կարծում եմ, որ այդ իմաստով այն մարդիկ, ովքեր որ հանցախմբից դուրս են գալի եւ նաեւ կօգնեն իրավապահ մարմիններին բացահայտելու այդ հանցախմբին, կարծում եմ իրենք դա տանում հետագայում կարող են հավակնել մեղմացուցիչ հանգամանքների կիրառմանը պատժի չափը որոշելու ժամանակ։ Եվս մեկ հարց իշխանապողության մասին եւ ավարտենք մեր զրույցը։ Դուք պարբերաբար նշում եք, որ պետք է գնալ impeachment-ի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար, սակայն տարբեր շրջանակների հետ զրույցներում մշտապես տանում ենք այն պատասխանը, որ impeachment-ի գնալով ոչ մի հարցին լուծում չի տրվելու։ Այսինքն կշարունակի Նիկոլ Փաշինյանը մնալ իշխանության։ Դուք ինչպես եք դա պատկերացնում։ Ոնց կարա մնա, եթե ազգային ժողով անվստահություն հայտնում վարչապետին, նա ոնց կարա մնա վարչապետ։ Ազգային ժողովը ինքն է, մեր երկիրը խորհրդանական երկիր է եւ կառավարությունը ձևավորվում է ազգային ժողովի կողմից։ Ազգային ժողովն էլ որոշում է հավանություն տա կառավարությանը հետագա պաշտոնավարմանը, թե անվստահություն հայտնի նշանակի նոր վարչապետ, ձևավորի նոր կառավարություն։ Բայց օրինակ ԿՊ-ն կմիանա դրան։ Դե հիմա ասում եք օրինակ ԿՊ-ը նաեւ Հովիկ Աղազարյանը, չէ՞։ Ընդամենը մի քանի ոչխար փոխեցին նրա կյանքը։ Չէ՞։ Նա դուրս մի քանի ոչխարի պատճառով դուրս եկավ ԿՊ-ից։ Հակոբ Ասլանյանն էլ իր հետևից։ Հիմա ինչ Նիկոլ Փաշինյանը մի ոչխարի չափել չկա։ Եթե ոչխարները ազդել են ԿՊ-ից падգամավորների դիրքորոշման վրա, կարծում եմ Նիկոլ Փաշինյանը, որը մինչ այդ հանրությանը ներկայացել է որպես գելխեղտ, այսինքն չոբանի շուն, որը որ հսկում է ոչխարների անվտանգությանը, նա արժանի է վերաբերմունքին ավելին, քան ոչխարները։ Շնորհակալ եմ շատ, պարոն Ղազարյան։ Ես շնորհակալ։ Ալնուրի հարգելի հետևորդներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, իսկ մեզ կարող եք հետևել նաև Telegram-յան, Instagram-յան եւ TikTok-յան հարթակներում։ Կհանդիպենք։